Ես համաշխարհային ճանաչման արժանացած պատմիչ Ագաթան Գեղոսն եմ։ Անունս հունարենից թարգմանաբար նշանակում է բարի լուր բերող։ Եղել եմ Տրդատ մեծ արքայի քարտուղարը, և նրանից ինձ հրաման է հասել կարգով գրի առնել ժամանակների դեպքերը։ Ես հեծնել եմ մտքի Երիվարը և անցել եմ հանճարի ասպարեզը, թափ եմ տվել բազուկներիս ուժին ու կորովի մատներովս սեղմելով գրիչը լեզվովս արտահայտել եմ միտքս ու կերտել 5-րդ դարի մատենագրության առաջին երկը՝ Հայոց պատմություն վերնագրով։ Ես Փաստոս Բյուզանդն եմ, ժամանակագրորեն հաջորդում եմ Ագաթան Գեղոսին։ Բյուզանդ անունս նշանակում է զրուցաբան, զրույցների մեկնիչ։ Իմ հայոց պատմությունը ընդգրկում է Հայաստան աշխարհի Թորգոմի որդիների պատմությունները, այսինքն անցած անցքերի շարքը, գործերն ու վարքերը Աստծո մարդկանց, սուրբ քահանայապետերի և աշխարհից Տեր Արշակունի թագավորների և անվանի մարդկանց, զորավարների և քաջ նախարարների մինչև նրանց մահը, այլև երկրի խաղաղությունն ու պատերազմները, արդարությունն ու տնօրինությունը, աստվածապաշտությունն ու ամբարիշտությունը։ Ես ականավոր մատենագիր Ղազար Փարբեցին եմ։ Վահան Մամիկոնյանը հանձնարարել է ինձ շարունակել Փաստոս Բյուզանդին և շարադրել 4-րդ դարի վերջին և 5-րդ դարում Հայաստանի քաղաքական ու եկեղեցական պատմությունը մեկ հիմնական նպատակով, որպեսզի շատ մարդիկ, լսելով առաքինի հոգևորականների վարքը, ցանկանան նրանց ճգնություններին նմանվող լինել, և քաջերը, լսելով իրենցից ավելի առաջ ուրիշ քաջարիների գործերը, ազգին անվանի հիշատակ թողնեն իրենցից հետո։ Ես Ոսկեդարի պատմիչ Եղիշեն եմ։ Մամիկոնյան Դավիթ երեցից հրաման եմ ստացել գրել Ավարայրի ճակատամարտի մասին, որի ընթացքում քչերի համեմատ շատերն առաքինացան։ Ահա շարադրեցի խոսքս 7 գլուխների մեջ։ Այստեղ կարգով գրեցի և մանրամասն շարադրեցի սկիզբը, միջին ժամանակն ու ավարտը, ներկայացրի առաքինի անձերի քաջությունը և հետ կացածների վատթարությունը։ Ես պատմահար Մովսես Խորենացին եմ, հայոց մարզպան Սահակ Բագրատունու պատվերով գրել եմ հայոց ամբողջական պատմությունը, որը սկիզբ է առնում նախապատմական ժամանակներից և հասնում մինչև 5-րդ դար, ավելի քան 40 գրավոր աղբյուրներից, ինչպես նաև ժողովրդական բանահյուսությունից ինձ ասած տեղեկությունները կանոնավոր ստուգել, ճշգրտել եմ, պահպանել պատմության ժամանակագրական ընթացքը և ապա միայն զետեղել իմ պատմության մեջ։ Հիշիր, չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։